Հանրային քննարկումներ կանցկացվեն նոր կրթական բարեփոխումների վերաբերյալ։ Վրաստանի վարչապետն ԻՄԵԴ-ի հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ կառավարությունը նոր կրթական հայեցակարգը կհաստատի միայն հանրային քննարկումներից հետո։ Իրակլի Կոբախիձեի խոսքով որակը պետք է հավասար լինի բոլոր համալսարաններում։ Շեշտը դրվել է աշխարհագրական ապակենտրոնացման վրա, քանի որ ինչպես նա նշել է, այսօր ուսանողների ավելի քան 85%-ը բարձրագույն կրթություն է ստանում մայրաքաղաքում։ Ըստ կառավարության ղեկավարի կրթական համակարգի ապակենտրոնացումը կնպաստի նաև շրջանների հավասար սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Կառավարության նպատակն է ամրապնդել շրջանների համալսարանների ենթակառուցվածքներն ու ռեսուրսները։ Բարեփոխումների առաջին փուլը ներառում է համակարգի վերակազմակերպում, կադրային համակարգի ճշգրտում, եւ դա արդեն կիրականացվի մինչև հաջորդ ուսումնական տարին։ Իրակլի Կոբախիձեն խոսել է նաև դպրոցներում 12-րդ դասարանի հարցի մասին։ Վրացական երազանքի հայցը նախատեսվում է ներկայացնել սահմանադրական դատարան երկուշաբթի օրը։ Վարչապետի խոսքով սահմանադրական հայցի տեքստը գրեթե պատրաստ է, մնացել են վերջնական քննարկումները։ Ըստ Իրակլի Կոբախիձեի սահմանադրական հայցի գլխավոր որոշիչ գործոնն այն է, թե արդյոք կուսակցությունը եւ կուսակցության հետ կապված անձը ներկայումս ունեն հակասահմանադրական բովանդակություն, թե ոչ։ Ինչ վերաբերում է մանրամասներին, թե ով կլինի հայցի առարկան ու ինչպիսին կլինի հայցի բովանդակությունը, Իրակլի Կոբախիձեն նշել է, որ այդ մանրամասները կհրապարակվեն առաջիկա օրերին։ Սահմանադրական դատարանի մասին օրգանական օրենքում փոփոխություններն արդեն ուժի մեջ են։ Փոփոխությունները խորհրդարանը քննարկել է արագացված կարգով։ Խոսքը վերաբերում է այն փոփոխություններին, որոնք արգելում են սահմանադրության սկզբունքները խախտող քաղաքական կուսակցություններին եւ կոնկրետ անձանց կուսակցության գործունեություն ծավալել, քաղաքական պաշտոններ զբաղեցնել ու պասիվ ընտրությունների իրավունք ունենալ։ Վրացական երազանքի սահմանադրական հայցը սպառնում է ընդհանուր առմամբ 10 կուսակցության արգելքով, սակայն թե ովքեր բացի ազգային շարժումից կընդգրկվեն ցուցակում, կորոշվի իշխող կուսակցության կողմից սահմանադրական դատարան դիմելուց հետո։ Հիմքը ժամանակավոր քննչական հանձնաժողովի եզրակացությունն է։ Ընդդիմությունը կառավարության որոշումը համարում է ժողովրդավարական հետընթաց եւ ընդդիմախոսների նկատմամբ ճնշումների շարունակություն։ Այսօրվանից ուժի մեջ են մտնում վարչական իրավախախտումների եւ քրեական օրենսգրքերի փոփոխությունները։ Երեք Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցման հաստատել է փոփոխությունները։ Օրենսդրական փաթեթի համաձայն բողոքի ցույցերի հետ կապված իրավական կանոնները դառնում են ավելի խիստ։ Ցույցի մասնակցի կողմից ճանապարհի անօրինական փակման, դեմքը դիմակով փակելու, անցուքաբեր գազ կամ թունավոր նյութեր պայելու կամ ժամանակավոր կառույց ստեղծելու հենց առաջին դեմքը կհանգեցնի մինչև 15-օրյա վարչական կալանքի, իսկ եթե խախտողը ցույցի կազմակերպիչն է, ապա մինչև 20-օրյա վարչական կալանքի։ Ընդդիմությունը փոփոխությունը գնահատում է որպես ավտորիտարիզմի քայլ եւ այն անվանում է հակասահմանադրական։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է ուղարկել ԵՀԿ քարտուղարությանը եւ մասնակից պետություններին։ Պատճառը Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Մալտոնենի որպես ԵՀԿ գործող նախագահի այցն է Վրաստան ու նրա կողմից ձեռնարկված գործողությունները։ Իգիտություն Էլինա Մալտոնենը հոկտեմբերի 14-ին մասնակցել է Վրաստանի խորհրդարանի դիմաց կայացած հանրահավաքին եւ տեսաուղերձ հրապարակել Ռուսթավելի պողոտայից իր վրացի գործընկեր Մակա Բոճորիշվիլիի հետ հանդիպումից հետո։ Իշխող կուսակցության փոխանցմամբ ԵՀԿ գործող նախագահ խախտել է Վրաստանի ինքնիշխանությունը, մասնակցելով Ռուսթավելի պողոտայում անօրինական հանրահավաքին։ Այդ իսկ պատճառով վարչապետ Իրակլի Կոբախիձեն չեղարկել է Էլենա Մալտոնենի հետ դեմարտեմ հանդիպումը։ Ինչպես հայտնի է, Էլենա Մալտոնենը նաև տուգանվել է 5000 լարիով Ռուսթավելի պողոտայի ճանապարհն անօրինական կերպով փակելու համար։ Երեք Ռուսթավելի պողոտայում տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ եւ բողոքի ցույցերին մասնակցող քաղաքացիների միությունը ներկայացրել է հակաճգնաժամային հարթակը։ Հարթակի անդամների խոսքով այն ներքևից վերև նախաձեռնություն է, որը հիմնված է քաղաքացիների ակտիվ ներգրավվածության, պրոֆեսիոնալիզմի, վերլուծական աշխատանքի ու ժողովրդավարական եվրոպական արժեքների պաշտպանության վրա։ Նրանց փոխանցման հարթակի նպատակն է ստեղծել հակաճգնաժամային ծրագիր, որը խաղաղ եւ համակարգված կերպով կհանի Վրաստանը ճգնաժամից, կմիավորի տարբեր ոլորտների մասնագետներին ու կստեղծի մի տարածք, որտեղ կարևոր կլինի յուրաքանչյուր քաղաքացու ձայնը։ Միջոցառմանը ներկա հանրությանը ներկայացվել է հարթակը, դրա սկզբունքները, կայքեջը եւ ներգրավվածության հնարավորությունները։